Տիկին Վանասյան, մի մոռացեք, որ դուք ոչ թե Նիկոլ Փաշինյանի և փոքրիկ խմբակի իրավունքների պաշտպանն եք, այլ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների։ Եվ այսօր Հայաստանում գոյություն ունեն մի շարք հրատապ-հարցեր, որոնք անհանգստացնում են թե կանանց և թե տղամարդկանց։ Զբաղվեք դրանցով։ Օրինակ, երբ պետական բյուջեի հաշվին Փաշինյանի դստերը սպասարկում են $27,000 մեքենա, Հայաստանում երեխաների շրջանում աղքատությունը կազմում է 37%։ Եվ դուք լուռ եք։ Դուք լուռ եք, երբ Հայաստանում գոյություն ունի կին քաղբանտարկյալ։ Դուք լուռ եք, երբ ոստիկանները քաշքշում են զոհված զինծառայողների մայրերին։ Դուք լուռ եք, երբ իշխանությունները ատելության քարոզ են հնչեցնում արցախցիների, կանանց, ընդդիմադիր հայացքներ կրողների հանդեպ։ Դուք լուռ եք։ Դուք ասում եք, որ ամենապրոֆեսիոնալ իրավաբաններից եք Հայաստանում։ Գուցե։ Այս դեպքում ես ափսոսում եմ, որ դուք ձեր գիտելիքները և հմտությունները ծառայեցնում եք ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, այլ կատարելով հրամաններ վերածվում եք մարդու իրավունքները խախտող քաղաքական կոչի։